Հանրային լրագրություն ակումբը Վանաձորի խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության գրասենյակում կազմակերպել էր քննարկում Լոռու մարզի բնապահպանական խնդիրներ, հիմնահարցեր եւ հասարակական երկխոսություն թեմայով։ Նպատակը կայանում նրանում, որ քաղաքացիական լրագրողներին, հիմնական երիտասարդ լրագրողներին ներկայացնեն Լոռու մարզում առկա բնապահպանական խնդիրները, որպեսզի նրանք կարողանան խոսել, բարձրաձայնել այդ խնդիրները։ Բավականին քննադատորեն են մոտենում այդ լրագրողների աշխատանքին, որովհետև շատ դեպքերում լրագրողները չեն կարևորում խնդիրը, օրինակ թռչկանի դեպքում նայենք շատ ուժ միացան լրագրողները, մեր մարզի լրագրողները, ցավ եմ սա ասում, ակտիվիստներին, ովքեր պաշտպանում էին թռչկանը։ Թեղուտի հարցում ես չեմ տեսնում լրագրողների կողմից բազմակողմանի, ուսումնասիրված տեղեկատվություն։ Քննարկմանը զեկույցով հանդես եկավ Էկոլուր տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, լրագրող, էկոլոգիական եւ սոցիալական խնդիրների մասին պատմող վավերագրական ֆիլմերի հեղինակ Ինգա Զարաֆյանը, Վալեքս խմբի ընկերությունների ներկայացուցիչը եւ բնապահպանական թեմաներով մտահոգված այլ անձիկ։ Մենք հայտարարում ենք, որ մենք մարդ ու բնություն, սա պետք է ուրեմն համահունչ այսպես հասկացողություն լինի, հասկացողություններ լինեն եւ այլն, բայց իրականում մեր մոտ անխնա օգտագործում են բոլոր բնական ռեսուրսները եւ շատ արագ տեմպերով, որը մենք արդեն մեր աչքերի վրա է դա երևում, ուրեմն քայքայվում է շրջակա միջավայրը իր բոլոր այսպես կոմպոնենտներով։ Քննարկումը կազմակերպվել էր բնապահպանական հանրային լրագրություն դասընթաց ճամբարի շրջանակներում, որը նախաձեռնել է Հանրային լրագրություն ակումբը, որին մասնակցեցին Լոռու մարզի հանրային քաղաքացիական թղթակիցներ, բլոգերներ եւ լրագրողներ։ Ծրագիրը բնապահպանական խնդիրները քննարկելու եւ այս 4-օրյա դասընթացի ժամանակ մենք սովորելու ենք, թե ինչպես վերհանել բնապահպանական խնդիրները եւ դրանց ինչու՞ չէ նաեւ լուծումներ տալ։ Կազմակերպել է Հանրային լրագրության ակումբը եւ այս 4-օրյա դասընթացի ընթացքում մենք շատ տարբեր թեմաներով կարող ենք խոսել, նաեւ կսովորենք ինչպես ֆոտոլրագրությամբ նկարներ տպագրել եւ նյութեր գրել։ Մեր նոր կայքն է mynews.am-ը, որտեղ մենք կարող ենք տեղադրել մեր նյութերը եւ բոլորը կարող են կարդալ եւ տեղյակ լինել հենց Լոռու մարզի բնապահպանական խնդիրներին։ Լիա Ներկարարյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։